Ինձ շատ հուզել է դուք ձեր եղբոր մահվան մասին երբ խոսում եք, ասացիք, որ հիվանդանոցից հիվանդանոց եք գնում, հույս չէին տալիս, եւ դուք վերջին հիվանդանոցում ասել եք, անկախ դրանից հույս կա թե չէ, իմ եղբայրը պիտի տեսնի, որ մենք միջև վերջին պահը պայքարում ենք։ Իհարկե, մարդը պետք է իր մահվան վերջին շնչում մենակ չլինի։ Սա շատ կարևոր բան է։ Առանց էլ մարդը մենակ ծնվում է, մենակ ապրում, մենակ էլ մահանում է։ Եվ այդ մնացած բաները, որ մարդը հորինում է, իր այդ մենակության բարդույթը ախտահարելու համար է։ Ընկերություն է հորինում, Աստված տա եղբայրներ է օրենում, ընտանիք է օրինում, որ մենակ չմնա, աշխատանք, ժողովուրդն է ձևավորվում, որ մենակ չմնա։ Որտեղ մարդը վերջին հաշվով իր ամբողջ կյանքի ընթացքում երկու կարևոր բան է հաղթահարում։ Մեկը երկրի ձգողականության ուժն է, մյուսը մենակության բարդույթը։ Կան մարդիկ, որ ասում են, որ սիրում են մենակությունը, ձևացնում են։ Ես չեմ սիրում, գուցե մարդը սիրում է, ես ինչ գիտեմ, բայց պատմությանը հայտնի են ճգնավորներ, որոնք հեռացել են մարդկանցից եւ մենակ են ապրել։ Փիլիսոփայության, գաղափարախոսության հասած մարդիկ են եղել, ուրեմն մի ճշմարտություն կա, բայց այնտեղ էլ նրանք մենակ չեն։ Նա այնտեղ իր էության հետ է, նա այնտեղ արարչի հետ է, մենակ չէ, մարդ չի կարող մենակ լինել, բացառվում է։ Մի ներքին զրույց միշտ կա։ Իհարկե, այո, մարդը երբեմն կարիք է զգում Ֆիզիկապես մենակ առանձնանալու, հանգստանալու, աղմուկից, չգիտեմ ինչից, բայց մի քիչ հետո արդեն կարոտում է, չէ, մարդկանց նորից։